Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 25-ի համար, տարվա բոլոր ծնված նշանների համար, այս ալիքում միայն լինում է տարվա ծնվածների համար, և եթե ցանկանում եք կարող եք նաև գրանցվել Facebook-ում նոր ծրագիր եմ սկսել, դե եթե իհարկե լավ լինի կշարունակեմ, բնական է, եթե ոչ, որովհետև դա պետք է առավոտյան շատ շուտ անել, տեղադրել, որպեսզի դուք հասցնեք օրվա ընթացքում տեսնել, այնպես որ եթե դա հավանեք, ապա լինի շարունակական։ Լուսնայինի մեկ այլ տեսակ է, այսինքն ես առանձին լուսնային եմ ասում, բայց լուսնայինը միացնում եմ մյուս լուսնայինին, այսինքն լուսնային և լուսնի օրը, այսինքն լուսինը գտնվում է այս կամ այն նշանում, իրար հետ եմ միացնում և որոշ տեղեկություններ ասում։ Դա Facebook-ում է, դա հավելյալ տեղեկություն է, որը կարող եք կողքից ուղղակի իմանալ։ Այսքանը և գնանք արդեն կանխատեսումը, տեսնենք ինչ է սպասվում առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հունվարի 25-ին։ Շատ սեր, սիրո խոստովանություն, հարազատների շրջապատում, կամ դուք եք սիրո խոստովանություն անում, սիրահարվում եք ոցը մեկին, ինչ-որ պահեր են, շատ սեր, շատ զգացմունքային։ Նաև փոփոխություն, այդ օր տեղի կունենա, կարող է տեղափոխվում եք մեկ այլ տուն, մեկ այլ բնակարան, նաև մեկ այլ երկիր, քաղաք, նաև սա հղիություն է կամ ծննդաբերություն ոմանց համար։ Եվ այդ օր շատ ուժ կունենաք, ձեզ կօգնեն, կաջակցեն, եթե օրինակ տեղափոխվում եք, կարող բժիշկն է, գնում եք բժշկի և ասում են, որ հղի եք, ովքեր որ ուզում են։ Նաև սա նոր ծանոթություն է ինչ-որ մեկի հետ, հակառակ սեռի ներկայացուցչի, ով որ կամ պետական աշխատող է, ով որ կամ այդպես լավ թիկունք ունի, լավ, նաև կարող է այդպես ֆիզիոնոմիան է, այդպես կազմվածքի է, այդպես բարձրահասակ, թիկնեղ, այդպես։ Նման կարող եք հանդիպել։ Դուք ինքներդ այդ օրը ուժ ունենաք յուրաքանչյուր բան անելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, սա տարվա ծնված ցուլերին է միայն վերաբերվում։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 25-ին։ Ոմանք կգնան ժամադրության, ոմանք կան ակնկալներ կան այստեղ, նվերներ, հնարավոր է հարսանիք է, առիթ է, ընտանիքում է շատ կարևոր առիթ, հրավիրատոմսով գնում եք հարսանիք, ոմանց այստեղ ամուսնության առաջարկ կանեն, կամ դուք կանեք, կամ ընտանիքում իրոք շատ կարևոր է, կարող ձեր ամուսնության հետ է կապված։ Ունեն դեպս անակնկալները, նվերները ձեզ բավականին շատ կուրախացնեն։ Նաև նամակագրական կապի մեջ կլինեք այդ օր ինչ-որ մեկի հետ, կամ կարող եք ինչ-որ ցուցակներ կազմել, կամ շատ գրել, փաստաթղթեր լրացնել այդպես։ Եվ սա կարող է նաև պայմանագիր եք ստորագրում։ Կարող աշխատանքային պայմանագիր է, դա շաբաթ-կիրակի գոյություն չունի, եթե մտնում եք աշխատանքի, դա այնտեղ չէ, ներսում եք կարծես թե անում այդ ամենը եւ կապ չունի։ Այսքանը հիանալի օր է ձեզ համար, դե ոմանք հարսանիքի կլինեն այստեղ հարսանիք կարող է լինել, այստեղ հրավիրատոմսով գնում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին հունվարի 25-ին։ Փոփոխություններ են, ցանկ որ կմտնեն ձեր կյանք, դուք բավական շատ կուրախանաք այդ փոփոխություններից։ Դա նաև կարող է լինել հղիություն, ծննդաբերություն, տեղափոխություն մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք եւ դա կարող է ձեզ ուրախացնել։ Երկար ճանապարհ եք գնում, կարող է ճանապարհը ձեզ համար շատ կարևոր է եւս դա ուրախանում եք, էներգիայով լի եք, տրամադրությունը բարձր է։ Ոչ թե մեկ այդ նամակագրական կապի մեջ կլինեք այդ օրը, նաև գրել ինչ-որ բաներ, փաստաթղթեր լրացնել, փաստաթուղթ ստորագրել,
պատրաստել օրինակ, որ երկուշաբթի արդեն ուղարկեք այդ փաստաթուղթը։ Հիանալի օր է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հունվարի 25-ին։ Պաշտոնի բարձրացում կարող է լինել, առաջ խաղացում ձեր աշխատանքում, կյանքում նոր իմաստ կարող եք գտնել, սա լավ շրջապատ է, որտեղ կլինեք, բայց շրջապատում ինչ-որ մեկը խորամանկ կարող է լինել եւ ինչ-որ բաների ուզենա հասնի կամ ինչ-որ կզգաք այդ տարբերությունը իր խորամանկությունը։ Նաեւ դա կարող է լինել պետական աշխատողների շրջապատում եք այդ օրը գտնվում։ Հասունություն է նաեւ, իմաստություն է նաեւ, իմաստուն կերպով կարող եք վերաբերվել ինչ-որ մի հարցի այդ օրը։ Նաև դա խաբեություն կա այդ օրը, խորամանկություն, նաև կարող դուք եք խորամանկ լինելով ինչ-որ մի բան անելու համար, ինչ-որ մի բանի հասնելու համար։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում ունեք, որովհետև տղամարդու հետ, մի քիչ տարեց տղամարդ է, ձեր ծնողներն են, ծնողներն են, ում կարող եք, ձեր հայրն է, այստեղ հստակ, ում կարող եք հանդիպել, եթե հայրը ողջ չէ, ապա սա հորեղբայր, քեռի եւ այլն այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հունվարի 25-ին։ Հանդիպում, չգիտեմ ինչի հանդիպում, ամենայն դեպս այստեղ տան հետ կապված իրադարձություններ, միգուցե իրոք հանդիպում է կամ գնում եք տուն նայելու, միգուցե ինչ-որ մեկի հետ պայմանավորված եք, տեղափոխություն սա կարող է լինել, հյուր դուք գնաք, առիթ լինի, գնաք այդ առիթի կամ դուք առիթ կազմակերպեք իրենք գան, նաև սա տանիրերը կարող եք տեղափոխել, տանիրեր գնել, և այստեղ պետք է ուշադիր լինել հյուրեր ընդունելուց, նաև տեղափոխություն անելուց, ինչ-որ մի բան չկորցնեք, այնտեղ կարող եք կորցնել ինչ-որ մի բան, տեսնենք սա ինչ է, կամ տան անդամների հետ կարող է կապված լինել, օրինակ ինչ-որ մեկի վստահությունը, Չէ, այստեղ կարծես, եթե առիթ է կամ շատ մարդ կա ինչ-որ միտեղ, այդտեղ կարող եք ինչ-որ մի բան կորցնել, եթե ոչ տան մեջ, ապա ինչ-որ միտեղ կարող եք լինել, գնում եք այգի և այլ ինչ-որ մեկ կպնում է ձեզ, ինչ-որ մի բան է պոկվում ձեր վրայից ընկնում, կամ այդպես։ Կամ սա հեղինակությունն է, հասարակական վայրում հեղինակության կորուստ, դա ևս պետք է այդ օրը բառերին ամեն ինչին ուշադրություն դարձնել։ Այդ օրը ոմանք կարող են սիրահարվել, ոմանք շատ սեր զգան չորս կողմից, նաև սիրո խոստովանություն, դուք անեք, ձեզ անեն, հարազատների շրջապատում կլինեք, այդպես մտերիմ, այսքանը։ Ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հունվարի 25-ին։ Փոփոխություն, այստեղ միգուցե տան փոփոխություն է, միգուցե երկրի փոփոխություն, ընդհանուր գլոբալ փոփոխություն ձեր կյանքում, նաև ուղղություն, ծննդաբերություն, երկար ճանապարհ գնաք, որոշեք գնաք ուրիշ երկիր, ուրիշ քաղաք, նաև այդ օրը ինչ-որ խորամանկություն կա, կարող են ձեզ նաև խաբեություն է, կամ խորամանկորեն փորձում են ձեր սիրտը շահել, եթե միայնակ եք, նաև դա կարող հարազատներն են հետպես, կամ դուք կարող եք խորամանկ լինել այդ օրը, ինչ-որ մեկի սիրտը շահելու համար, նաև սա ուղղակի պետք է ուշադիր լինել յուրաքանչյուր խաբեության հետ կապված։ Նաև ոմանց սեր խոստովանեն այդ օրը, կարող եք սիրահարվել, կամ դուք սեր խոստովանեք, ձեր հարազատների շրջապատում կլինեք, ինչ-որ մի բան տեղի կունենա, որ ձեզ լավ կզգաք, սիրված կզգաք, դե կարող է այստեղ հղիություն է և այլն, այստեղ, և դա համար է ուրախությունը։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին հունվարի 25-ին։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, միգուցե տղարիթ եք, այսօր ձեր տուն հյուր է գալիս։ Այն դեպս այդ օր ունեք հյուր, կամ դուք կգնաք կամ հյուրը կգա, տան հետ կապված ոչ իրադարձություններ, միգուցե առիթ է, նաև տեղափոխություն տան իրերի, տուն ու բոր կանեք, տան անդամների հետ է կապված, ինչ որ շփում, շատ խոսակցություն, թոռները, հարցները գան։ Կամ գնում եք տուն նայելու, ինչ որ բնակարան եք գնում նայելու։ Նաև այդ օրը գումար կծախսեք։ Գումար կծախսեք կամ նաև գումար կգա։ Այն երկուսն էլ այստեղ կամ գումարի մասին կխոսեք, արժեքի մասին կխոսեք։ Մուտե տուն եք նայում եւ արժեքի մասին եք խոսում, կամ հյուր է գալիս եւ գումար եք ծախսում, որ հյուրասիրեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին, նաև ոչխարներ է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին հունվարի 25-ին։ Ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, էներգիայով լցված կլինեք, այստեղ նաև հաջողություն ունեք, ոնց որ մեկ անգամյա այդպես հաջողություն է։ Նաև ավելի իմաստուն կլինեք, ավելի հասուն կմտածեք այդ օրը, նաև առաջ խաղացում է ձեր գործերում, ոմանց համար սա պաշտոն է, ոմանք նաև կգտնվեն շատ լավ շրջապատում, դրա համար ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, պետական աշխատողների շրջապատում կարող եք լինել այդ օրը։ Այսքանը ձեզ համար հիանալի օր է, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին հունվարի 25-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ, միգուցե իրար հետ սովորել եք նաև, տեսնենք ով է այդ աղջիկը, դժվար կյանք ունի այդ աղջիկը, կամ ձեզ համար դժվարություններ է ստեղծում, միգուցե ձեր տնօրենն է, միգուցե ինչ-որ մի աղջիկ է, ով ձեզ համար դժվարություններ է ստեղծում, ինչ-որ մի բանի հասնելու համար, ինչ-որ մի բան, կամ իր կյանքն է այդպես դժվարություններով լի եւ օրինակ այստեղ կարող է իր կյանքից ոչ թե գաղտնիք է բացահայտում ձեզ։ Նաև այդ օրը ոմանք շատ կսովորեն, կտրվեն իրենց ուսմանը, նաև դա ինչ որ թե գաղտնիք կբացահայտվի, կյանքում նոր ոչ թե էջ կփոխեք, ինչ որ մի նոր բան է սա, ոնց որ մարդը փոխում է իր կյանքի ձևը, թե ինչպես է ապրելու։ Նաև իմաստություն է ոմանց համար սա, ավելի կարող նաև գայթակղվել այդ օրը, նաև իմաստուն լինել այդ օրը եւ այստեղ նաև օծեր կան, որոնք որ կամ լարված վերաբերմունք լինի, կամ բամբասանք, նախանձ նույնպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին հունվարի 25-ին։ Դեռ ձեզ ինչ-որ մարդիկ կարող են օգնել, աջակցել, ինչ-որ մի հարցում, նաև կարող ծանոթություն է, որ նմանատիպ ոչ անձնավորության հետ, այդպես պետական աշխատողի, եւ եթե մեքենա եք վարում, ուշադիր եղեք, չնայած իր կողմից այստեղ միայն լավ պահեր են, այստեղ կամ իրեն տեսնելուց եք ուրախանալու, կամ ինչ-որ պահ է, ուրախանալու եք իր օգնության հետ կապված։ Ամենայն դեպս տրամադրությունը բարձր է դրանից հետո, իսկ պետավտոտեսուչին հանդիպելուց հետո հաստատ ձեր տրամադրությունը բարձր չլինի։ Բարձր տրամադրություն կունենաք էներգիայով լի, բայց ինչ-որ մի բանի կորուստ է սա, տեսնենք ինչ է։ Ուշադրություն դարձրեք փաստաթղթերին, փաստաթղթերին կամ նամակ ինչ-որ միտեղ գրեք, ուղարկեք, բայց չգնա, նաև փաստաթուղթը այստեղ ավելի շատ ուշադիր եղեք ուղղակի փաստաթղթերին, որպեսզի այն չկորցնեք։ Միտեղ դնեք, հետո մոռանաք, որտեղ եք դրել, հետո ժամերով մանկաք։
Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին հունվարի 25-ին։ Այստեղ օձեր կան, նախանձմարդիկ, գուցե ինչ-որ հասարակական վայրեք գնում այնտեղ են, գուցե առիթի եք գնում այնտեղ են, հա, հարսանիք եւ այլն, գուցե նախանձում են ձեր գործունեությանը, եթե դուք զբաղվում եք հասարակական կյանքով։ Ամենայն դեպս նախանձություն կա, սա նաեւ իմաստություն է, որ դուք այդ օրը պետք է իմաստուն լինեք, իմաստուն կերպով ինչ-որ մի հարցի է, այս կամ այն հարցի վերաբերվեք, նայեք, նաեւ դա օծային վերաբերմունք ձեր նկատմամբ այդպես։ Այդ օրը ոմանք առիթ ունեն, ոմանք կզբաղվեն, կսկսեն զբաղվել հասարակական գործունեությամբ, նաև կգտնվեք այնտեղ, որտեղ որ շատ մարդիկ կան, կինո, թատրոն, այգի եւ այլն։ Եվ այստեղ ուշադրություն դարձրեք, հա, եթե մեքենա եք վարում, պետավտոտեսուչներին չհանդիպեք, նաև կարող ծանոթանալ ոչ մեկի հետ կամ հանդիպել ձեր ծանոթի հետ, ով օրինակ պետական աշխատող է, կամ այդպես ոստիկան, հա, վայնի, նաև ինչ-որ մեկն է, որ ձեզ կաջակցի, կօգնի այդ օրը, ձեր կմեկնի ինչ-որ հարցում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին հունվարի 25-ին։ Ոմանք այդ օրը առիթ ունեն, գնալ առիթի, նաև այստեղ ոմանք հասարակական վայր կարող եք այցելել, ոչ այգի, ոչ թատրոն, ոչ կինո, զբաղվել հասարակական գործունեությամբ, նաև այդ օրը փոփոխություն է մտնում ձեր կյանք, ինչ-որ բան է կայունանալու ձեր կյանքում, նաև հղիություն է սա, ծննդաբերություն է, տեղափոխություն մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք եւ հենց այդպես կարող է կայունանա ձեր վիճակը, կամ հենց փոփոխությունը, որը տեղի ունենալու, դա եւս փոխի ձեր կյանքը, ավելի կայունանա ինչ-որ մի ոլորտ ձեզ մոտ։ Այն ոլորտը, որը որ կաղում էր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։